Փաշինյան Նիկոլը եւ իր քաղաքական խմբակը եւ իր ապա համակարգը առարկայապես հակադարձելու, հիմնավորելու այս իրավիճակի վերաբերյալ չունի, ինքը առավել ակտիվներին, ումից ինքը վտանգ է զգում, տեսական վտանգ, ոչ թե գործնական։ Ասենք կեղծում են հերախոսային խոսակցություններ, կտրատում են, կպցնում են եւ այլն։ Սրբազանի դեպքում Մավել Գրիգորյանի հայտնի է այդ Տուշոնկա պատմությունը, էլի։ Եվ հետո դրանից հետո մարդիկ հայտնում են բանտերում։ Այսինքն, հիմա ավտորիտար ռեժիմ կա Հայաստանում, որը ըստ իս հիմա վերածվում է տոտալիտար։ Տոտալիտար ռեժիմը ավտորիտարից տարբերում է շատ կարևոր բանով։ Մի կուսակցություն, մի գաղափարախոսություն, հիմա իդեպ ինքը դրան է տանում։ Այսինքն, եթե դու Թուրքիայի, Ադրբեջանի հանդեպ ցեղասպանության վերաբերյալ, արժեքների, սիմվոլների վերաբերյալ եւ այլն, ինքը հիմա մտցնում է իր կուսակցության մեջ մի գաղափարախոսություն, ըստ որի այլ կարծիքը հետապնդվող է, այդ տոտալիտարիզմը հենց դրանով է։ Ինքը բերում է տոտալիտար ռեժիմի, ինքը ավտորիտար ռեժիմի գլուխ է վստահաբար, բայց բերում է տոտալիտարիզմի։